Շնորհակալություն Տիկին Ջուլակյան, կազմակերպության մասով հասկացանք, իսկ ինչ կարող ենք ասել այդ կազմակերպության անդամ որևէ անհատի մասին, ասենք դիտորդական կազմակերպության անդամ է եւ ունի քաղաքական հայացքներ, ինչպես բոլորը կամ շատերը, եւ ենթադրենք ընտրություններից 6 ամիս առաջ Facebook-ում գրառում է արել ի օգուտ որևէ քաղաքական ուժի կամ դեմ որևէ քաղաքական ուժի։ Ոնց ենք մենք այդ իրավիճակում ինչպիսի լուծում կարող է լինել, կամ ընդհանրապես դա պիտի դառնա քննարկման առարկա, որ ահա այդ դիտորդը կոնկրետ, ոչ թե կազմակերպությունը իր անունից, իր Facebook-յան էջով մի քաղաքական հայտարարություն է արել։ Սա խնդիր կլինի իր համար կամ իր կազմակերպության, թե չէ։ Կարևոր հարց է, ոչ, այս գործող կարգավորումների տրամաբանությունը հետ գնալ չի ենթադրում, այսինքն այն պայից սկսած, երբ հավատարմագրվեց կազմակերպությունը եւ կոնկրետ դիտորդը, որովհետեւ նորից եմ պարոն Բագրատյանի հարցինի պատասխան ասում էի, որ մեր օրենսդրությունը հնարավորություն է տալիս մինչեւ ընտրություններից 3 օր առաջ հավատարմագրել դիտորդների, այն պայից սկսած, երբ դիտորդը հավատարմագրվում է, այդ պայից սկսած իր վրա սկսում են գործել այդ չեզոքության, քաղաքական չեզոքության եւ անկողմնակալության կանոնները, ընդ որում այս հստակեցումը կարևոր է նաեւ նրանով, որ գործող կարգավորումները ԿՀ-ին հնարավորություն չեն տալիս այն դեպքում, երբ որ ամբողջ դիտորդական առաքելությունից միայն 1 դիտորդ կամ 2 դիտորդ է այդ կողմնակալության կանոնը խախտում, միայն այդ դիտորդին կամ միայն այդ դիտորդին նկատմամբ սանկցիա կիրառել, այլ ընդհանուր ասում է կարող ես, ընդ որում այդ կարգավորումները լղոզված ընդհանուր ամբողջ դիտորդական առաքելության, բայց նորից եմ ասում հստակ չի նաև այդ կարգավորումը։ Մեր առաջարկած կարգավորումը նաև հստակ մեխանիզմ է տալիս ԿՀ-ին միայն առանձին դիտորդին, որը կանոնը խախտել է, միայն իր մասով ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը։ Շատ լավ, շատ կարևոր է այդ հստակեցումը, իսկ առանձին դիտորդների դեպքում հիմա ենթադրենք ունեն 100 դիտորդ, որն է խախտումների են թիվը, ասում եք առանձին դիտորդի խախտման հետևանքով կազմակերպությունը չի կարող զրկվել դիտորդական առաքելության իրավունքից։ Իսկ քանի հոգի պիտի, եթե 100-ից 30 հոգին օրինակ ակնհայտ քարոզչությամբ սկսեց զբաղվել, կարող է թե չի կարող, կամ որն է թիվը։ Շնորհակալ եմ հարցի համար, դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գնահատման տիրույթում է, համենայն դեպս ես կարծում եմ, որ այդ խիստ կանոնը ամբողջ դիտորդական առաքելության հավատարմագրումը ուժը կորցրած ճանաչելու կանոնը կարող է կիրառվել բացառապես շատ խիստ դեպքերում, երբ օրինակ մեծամասնությունը դիտորդների այդ կողմնակալության պահանջը խախտում է, կամ հենց դիտորդական առաքելությունը կամ այդ կազմակերպությունը իր անվամբ խախտում է։ Մենք այդպիսի դեպքեր ունեցել ենք, այսինքն ունեցել ենք գործող այս պահին գործող կարգավորումները չեն ազդել, կարելի է ասել, դրանց վրա։